Շուրջը նայեք։ Նայեք ժամանակակից Ամերիկային, անապատում գտնվող նրա նեոնային լույսերով շողացող քաղաքներին։ Մենք սովոր ենք տեսնել ճակատային մասը, մենք գիտենք աստղերի անունները, մենք օգտվում ենք տեխնոլոգիաներից, մենք ապրում ենք շենքերում, բայց մենք հազվադեպ ենք մտածում այն մասին, թե ում կամքը, ում ցավն ու ում հանճարն է կանգնած այդ ճակատի հետևում։ Ինչ կլինի, եթե ասեմ ձեզ, որ գոյություն ունի անտեսանելի մի թել, որը կապում է ժամանակակից Լաս Վեգասի ճարտարապետին N մարդու հետ, ով սովորեցրեց աշխարհին մարդկային մարմինը տեսնել ամբողջությամբ, թափանցիկ։ Ինչն է կապում Կալիֆոռնիայի երկաթե նահանգապետին եւ այն գրողին, ով վերադարձրեց Ամերիկային նրա հոգին մեծ ճգնաժամի ժամանակներում։ Նրանց կապում է 20-րդ դարի ողբերգության մասին ընդհանուր հիշողությունը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի ժողովուրդ հառնեց մոխիրներից, դառնալու նոր աշխարհի ճարտարապետներից մեկը։ Սա պատմություն է հայկական Փյունիկի մասին, որը թևերը տարածեց Ամերիկայի վրա։ 7 ճակատագիր, 7 լեգենդ, գոյատևման եւ հաղթանակի մեկ մեծ պատմություն։ 20-րդ դարի սկզբում Ամերիկան դարձավ տապան հազարավոր հայերի համար։ Նրանք չունեին ոչինչ բացի անուններից, հնագույն լեզվից եւ հուսահատ ցանկությունից ապացուցելու, որ իրավունք ունեն գոյություն ունենալու։ Ամերիկան նրանց սեր չէր խոստացել, նա խոստացել էր միայն շանս։ Եվ նրանք կառչեցին այդ շանսից այն մարդկանց մահացու բռնվածքով, ովքեր նահանջելու տեղ չունեն։ Նրանք ոչ միայն ասիմիլացվեցին, այլև փոխակերպեցին այդ երկիրը, հյուսելով իրենց յուրահատուկ ԴՆԹ-ն ամերիկյան մշակութային եւ տնտեսական կոդի մեջ։ Եվ մեր առաջին հերոսը մի մարդ է, ով հասկացավ ամերիկյան երազանքի բուն էությունը, ոչնչից մեծ պատրանք ստեղծելու ունակությունը։ Բայց նախքան սկսելը, գրեք, թե որտեղից եք դիտում այս տեսանյութը։ Բարի դիտում։ Նրա անունն էր Քըրք Քրքորյան, եւ եթե դուք երբևէ կանգնել եք Լաս Վեգաս Սթրիփ բուլվարում, կուրացած հսկայական հյուրանոցակազինոների լույսերից, իմացեք, որ դուք կանգնած եք մի քաղաքում, որը կառուցել է Քըրքը։ Նա ծնվել է Կալիֆոռնիայում, աղքատ ներգրախտների ընտանիքում։ Նրա մանկությունը մշտական տեղափոխություններն էին, թերթավաճառի աշխատանքը եւ բռնցքամարտի դասերը փոշատու փողոցներում ինքն իրեն պաշտպանելու համար։ Կյանքի դպրոցը նրան սովորեցրեց գլխավորը. վախը շքեղություն է, որը նա իրեն թույլ չի կարող տալ։ Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Քրքորյանը դարձավ բրիտանական ՌՕՕ-ի օդաչու, ռմբակոծներ տեղափոխելով Ատլանտյան օվկիանոսի վրայով։ Պատերազմից հետո նա իր հայացքը ուղեցրեց դեպի Նևադայի անապատ։ Այն ժամանակ Լաս Վեգասը ընդամենը կեղտոտ միջանկյուն կետ էր, մաֆիայի կողմից վերահսկվող մի քանի խաղասրահներով։ Բայց Քրքորյանը ուներ եզակի մարգարեական շնորհ։ Նա տեսնում էր նա ինչ կա, այլ նա ինչ կարող է լինել։ Այնտեղ, որտեղ ուրիշներ տեսնում էին ազագ եւ կակտուսներ, նա տեսնում էր պալատներ։ Քըրք Քրքորյանը դարձավ Վեգասի լուռ առյուծը։ Մարդ, որ խուսափում էր հարցազրույցներից, վարում էր հին մեքենաներ եւ չուներ թիկնապահներ, 3 անգամ կառուցեց աշխարհի ամենամեծ հյուրանոցները։ Նա ստեղծեց մեգա հանգստավայրի, քաղաք քաղաքի մեջ հայեցակարգը, որտեղ մարդը կարող է անցկացնել ամբողջ լյանքը դուրս չգալով փողոց։ Նա գնում եւ վաճառում էր կինոստուդիաներ, ավիաընկերություններ եւ ավտոհսկաներ, կնքելով բազմամիլիարդային գործարքներ պարզ ձեռքսեղմումով։ Նրա խոսքը ավելի թանկ էր արժում, քան ցանկացած պայմանագիր։ Քըրք Քրքորյանը ցույց տվեց, որ հայը կարող է խոշոր խաղալ Ամերիկայի ամենադաժան դաշտում եւ հաղթել, չկորցնելով հոգին։ Իր հսկայական եկամուտները նա լուռ առանց պաթոսի ուղերձնում էր բարեգործության։ Նա քաղաք կառուցեց ամերիկյան անապատում, որպիսի օգնի վերականգնել քաղաքներ նրա նախների հողում։ Բայց մինչ Քրքորյանը կառուցում էր զվարճանքների կայսրություններ, հայ ներգաղթյալների մեկ այլ որդի վարում էր բոլորովին այլ ճակատամարտ։ Ճակատամարտ ոչ թե փողի, այլ մարդկային կյանքի համար։ Ճակատամարտ ընդդեմ ամբողջ գիտական աշխարհի սկեպտիցիզմի։ Ռայմոնդ Դամադյան, անուն, որը պետք է ոսկով փորագրված լինի աշխարհի յուրաքանչյուր հիվանդանոցում։ Եթե ձեզ կամ ձեր մերձավորներին երբևէ արել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, MRT, դուք պարտական եք նրան։ Դամադյանը տիպիկ գիտնական չէր։ Մանկության տարիներին նա հրաշամանուկ ջութակահար էր։ Եվ այդ երաժշտական ինտուիցիան, ներդաշնակությունն ու դիսոնանսը լսելու ունակությունը հետագայում նրան պետք եկավ ֆիզիկայում։ Նա դարձավ բժիշկ եւ կենսաֆիզիկոս, տարված մի գաղափարով, որը 70-ականների սկզբին խելահեղություն էր թվում։ Դամադյանը ենթադրեց, որ քաղցկեղային բջիջները առողջ բջիջներից տարբերվում են իրենց ներսում ջրի կառուցվածքով,
եւ որ այդ տարբերությունը կարելի է լսել եւ պատկերել հզոր մագնիսական դաշտերի միջոցով։ Գիտական վերնախավը ծիծաղում էր նրա վրա։ Նրան անվանում էին խաբեբա, նրան մերժում էին ֆինանսավորումը, բայց նրա մեջ խոսում էր հենց այն հայկական համառությունը, այն գենետիկ հիշողությունը, հակառակ ամեն ինչի գոյատևելու մասին։ Բրուկլինի իր լաբորատորիայում նվիրված ասպիրանտների թիմի հետ նա սկսեց կառուցել հրեշին։ Նրանք այդ սարքն անվանեցին անսանձելի, indomitable։ Դա գերհաղորդիչ մագնիսներից բաղկացած հսկայական քմահաճ մեքենա էր, որը ստիպված էին սառեցնել հեղուկ հելիումով։ 1977 թվականին եկավ ճշմարտության պահը։ Դամադյանն ինքն էր ցանկանում պարկել սարքի մեջ, բայց չափազանց խոշոր էր դրա համար։ Առաջին հիվանդը դարձավ նրա օգնականը։ Ժամեր տևած տանջալի սպասումից հետո էկրանին հայտնվեց մարդու կրծքավանդակի, պատմության մեջ առաջին MRT պատկերը։ Դա հեղափոխություն էր։ Դամադյանը բժիշկներին տվեց գերտեսողություն, թույլ տալով նայել մարմնի ներսը առանց նշտարի եւ ռենտգենի։ Նրա ճակատագիրը դրամատիկ էր։ Երբ Նոբելյան հանձնաժողովը մրցանակ էր հանձնում MRT-ի զարգացման համար, Դամադյանի անունը անտեսվեց։ Սա դարձավ մրցանակի պատմության ամենավիճահորույց որոշումներից մեկը։ Բայց գլխավոր պարգևը նրանից ոչ ոք չէր կարող խլել՝ միլիոնավոր կյանքեր, որոնք փրկվել են նրա խելահեղ գաղափարի շնորհիվ։ Քրքորյանը պալատներ էր կառուցում մարմնի համար։ Դամադյանը մեքենաներ էր ստեղծում այդ մարմինը բուժելու համար։ Բայց ամերիկյան հոգին նույնպես բուժող էր պետք։ Եվ նա եկավ Կալիֆոռնիայի սրտից, Ֆրեզնո քաղաքից, որտեղ հայերեն խոսքը հնչում էր նույնքան հաճախ, որքան անգլերենը։ Վիլյամ Սարոյան, գրող, ով ստիպեց Ամերիկան լաց լինել եւ ծիծաղել մեծ ճգնաժամի ամենամութ ժամանակներում։ Սարոյանը ձայն էր նրանց, ովքեր ձայն չունեն։ Բիթլիսի փախստականների որդին վաղ կորցրեց հորը եւ մի քանի տարի անցկացրեց օրփանոցում։ Այս փորձը կարող էր չարացնել չանկացածին, բայց Սարոյանին այն սովորեցրեց գեղություն տեսնել յուրաքանչյուր կոտրված մարդու մեջ։ Նա սկսեց գրել կատաղի, արագ, խախտելով այդ ժամանակվա բոլոր գրական կանոնները։ Նրան հետաքրքրում էին ոչ թե մեծ գաղափարները, այլ պարզ մարդիկ, ներգաղթյալները, բանվորները, երազողները, անհաջողները։ Նա ներխուժեց գրականություն 1934 թվականին թռող ճոճաձգի համարձակ երիտասարդը պատմվածքով։ Պատմություն հավազ գրողի մասին, ով պահպանում է արժանադիտությունը աղքատության դեմ հանդեպ։ Տնտեսական ճգնաժամից տանջված Ամերիկան այդ հերոսի մեջ ճանաչեց ինքն իրեն։ Սարոյանը դարձավ սենսացիա։ Նա ստացավ Պուլիցերյան մրցանակ «Քո երգի ժամանակը» պիեսի համար եւ ցուցադրաբար հրաժարվեց դրանից, հայտարարելով, որ արևտուրը չպետք է դատի արվեստը։ Նա ստացավ Օսկար «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար։ Բայց Սարոյանի գլխավոր ձեռքբերումն այլ էր։ Նա առաջինը հայերին մտցրեց մեծ ամերիկյան գրականություն ոչ թե որպես էկզոտիկ օտարականների, այլ որպես համընդհանուր հերոսների։ Նրա կերպարները, քերիներն ու տատիկները, աղմկոտ զարմիկները Ֆրեզնոյից, իրենց կոտրված անգլերենով, իրենց տարօրինակ սովորույթներով եւ կյանքի հանդեպ անսահման սիրով դարձան հարազատ ցանկացած ծագման ընթերցողի համար։ Սարոյանը ցույց տվեց Ամերիկային, որ հայկական փորձը մարդկային փորձ է։ Հենց Սարոյանին են պատկանում այն խոսքերը, որոնք դարձել են Սփյուռքի ոչ պաշտոնական կարգախոսը։ Ես կցանկանայի տեսնել, թե աշխարհում ինչ ուժ կարող է ոչնչացնել այս ժողովրդին, մարդկանց այս փոքր ցեղին, որոնց պատմությունն ավարտված է, պատերազմները կռված ու պարտված, կառույցները փշրված, գրականությունը չկարդացված, երաժշտությունը չլսված եւ աղոթքները չպատասխանված։ Համարձակվեք, կործանեք Հայաստանը։ Տեսեք, կրնակ։ Ուղարկեք նրանց անապատները առանց հացի ու ջրի, այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսեք, նրանք նորից պիտի չխնդան, չերքեն ու չաղոթեն։ Քանզի եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ անկյունում, տեսեք, նրանք պիտի չստեղծեն նոր Հայաստան։ Սարոյանը բուժում էր հոգին ծիծաղով եւ կարեկցանքով, բայց կար հայկական փորձի նաեւ մեկ այլ կողմ՝ տրավմա, որն անհնար է արտահայտել բառերով, տրավմա, որը պահանջում էր նոր վիզուալ լեզու։ Այդ լեզուն ստեղծեց մի մարդ, ով փորձեց ջնջել իր անցյալը ողջ մնալու համար։ Ոստանիկ Ադոյան,
Աշխարհը ճանաչեց նրան Արշիլ Գորկի անունով, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հայր, նկարիչ, ով կամուրջ դարձավ հին եվրոպական արվեստի եւ նոր կատաղի ամերիկյան գեղանկարչության միջև։ Նրա պատմությունը մեր սագայի ամենամութ գլուխն է։ Նա ծնվել է Վանալճի ափին։ 1915 թվականին նրա աշխարհը փլուզվեց։ Նա վերապրեց մահվան երթը, տեսավ աներևակայելի սարսափներ։ Եվ ամենասարսափելին, նրա մայրը սովից մահացավ իր ձեռքերի վրա։ Այս պատկերը հետապնդեց նրան ամբողջ կյանքում։ Երբ նա հասավ Ամերիկա 1920 թվականին, վերցրեց Արշիլ Գորկի կեղծանունը ներկայանալով որպես ռուս, որպես Մաքսիմ Գորկի զարմիկ։ Նա ուզում էր լինել ցանկացած ոք, միայն թե ոչ զոհ, բայց ինքդ քեզանից չես փախչի։ Նրա արվեստը դարձավ իր հիշողության ճակատամարտի դաշտը։ Նա սկսեց որպես Պիկասոյի եւ Սեզանի նմանակող, բայց աստիճանաբար նրա վրձինը սկսեց ստեղծել բոլորովին նոր մի բան։ Նրա կտավներից սկսեցին ի հայտ գալ տարօրինակ կենսաձև պատկերներ, մերթ մարմնի օրգաններ, մերթ վանի այգիների մասին հիշողությունների դրվագներ, մերթ կորսլյալ հայրենիքի ուրվականներ։ Գորկին ստեղծեց մի լեզու, որով ներկն արտահայտում էր ծավը, վախը եւ սեքսուալությունը, ուղղակիորեն, շրջանցելով տրամաբանությունը։ Նա դարձավ ուսուցիչ եւ ոգեշնչման աղբյուր ամերիկացի մեծ նկարիչների՝ Մարկ Ռոթկոյի, Վիլեմ դե Կունինգի համար։ Նա ցույց տվեց նրանց, որ արվեստը պետք է բխի ենթագիտակցության ամենախորքից։ Նրա կյանքը ողբերգություն էր փաթաթված հանճարեղությամբ։ Արշիլ Գորկին հասցրեց անել գլխավորը։ Նա փոխակերպեց 20-րդ դարի ամենասարսափելի ծավը մաքուր, անմահ գեղեցկության։ Մենք անցանք բիզնեսից եւ գիտությունից դեպի գրականություն եւ արվեստ, բայց որպեսզի ժողովուրդը իսկապես կարողանա արմատներ գցել նոր երկրում, նրան պետք են ոչ միայն մշակույթ, այլև իշխանություն։ Նրան պետք էր մարդ, ով կապացուցեր, որ փախստյանների որդին կարող է պետություն կառավարել։ Ջորջ Դոքմեջան, Կալիֆոռնիայի երկաթյա դուքս, 20-րդ դարի ամենաբարձրաստիճան ամերիկյան քաղաքական գործիչ հայկական ծագմամբ։ Նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ տիրում էին խիստ բարքեր եւ խորը հարգանք նոր հայրենիքի հանդեպ։ Նրա ծնողները, ովքեր փրկվել էին ջարդերից, ներշնչել էին նրան, որ Ամերիկան օրենքի երկիր է եւ այդ օրենքին ծառայելը բարձրագույն պատիվ է։ Դոքմեջանն ընտրեց իրավաբանի, ապա քաղաքական գործչի ուղին։ Դա երկար, մեթոդիկ վերելք էր իշխանության սանդուղքով, նահանգային ասամբլեա, Սենատ, Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոն։ 1982 թվականին նա ընտրվեց Կալիֆոռնիայի 35-րդ նահանգապետ։ Մտածեք այդ մասին։ Հայ ներգաղթյալների որդին գլխավորեց մի նահանգ, որի տնտեսությունը մտնում է աշխարհի 10 խոշորագույնների մեջ։ Դոքմեջանին անվանում էին երկաթե դուքս, նրա անկոտրումության համար։ Նա ֆիսկալ պահպանողական էր, հանցավորության դեմ կոշտ պայքարող եւ անձնական անբասիր ազնվության տեր մարդ։ Նա ընդունեց Կալիֆոռնիան սնանկության եզրին եւ նրա դեֆիցիտը վերածեց պրոֆիցիտի, հավելուրդի։ Նա վառ պոպուլիստ չէր, նա արդյունավետ կառավարիչ էր, ով վերականգնեց վստահությունը իշխանության հանդեպ։ Բայց խիստ հանրապետականի դիմակի տակ թաքնված էր հայկական տաք սիրտ։ Դոքմեջանը երբեք չէր մոռանում իր արմատների մասին։ Լինելով իշխանության գագաթնակետին, նա օգտագործեց իր ազդեցությունը, որպեսզի հասնի հայոց ցեղասպանության ճանաչմանը նահանգային մակարդակով։ Նա օգնություն էր կազմակերպում Հայաստանին ամենադժվար պահերին։ Ջորջ Դոքմեջանը դարձավ խորհրդանիշ այն բանի, որ հայը կարող է հասնել ամերիկյան քաղաքական համակարգի գագաթներին, չձուլվելով ամբողջությամբ, այլ հպարտորեն կրելով իր ինքնությունը որպես որակի նշան։ Իշխանություն, փող, արվեստ, գիտություն։ Թվում էր, թե հայերը նվաճել են բոլոր բարձունքները, բայց մնում էր մեկը՝ փոփ մշակույթի ամենափայլուն եւ ամենաքմահաճ գագաթը։ Եվ այն նվաճեց մի կին, ով ինքը դարձավ իկոնա բառի հոմանիշը։ Շերիլին Սարգիսյան։ Աշխարհը նրան ճանաչում է պարզապես որպես Շեր, փոփ երաժշտության աստվածուհի։ Կին, ով ոչ միայն գոյատևեց շոու բիզնեսի դաժան աշխարհում, այլև կառավարեց այն 6 տասնամյակ շարունակ։ Նրա պատմությունը անճոռնի բադիկի պատմություն է, ով վերածվեց Փյունիկի։ Նրա հայրը Ջոն Սարգիսյանը շուտ էր հեռացել ընտանիքից։
Շերը մեծացնում էր աղքատության մեջ իրեն օտար զգալով իր էկզոտիկ, չափազանց հայկական արտաքինի պատճառով, որը չէր տեղավորվում 60-ականների գեղեցկության չափանիշների մեջ։ Բայց նա իր տարբերությունները վերածեց իր զենքի։ Սկսելով Սոնի եւ Շեր դուետում, նա դարձավ հիպի զոհվի սրբապատկեր, բայց դա միայն սկիզբն էր։ Շերն օժտված է ինքն իրեն յուրաքանչյուր 10 տարվան մեկ վերագտնելու ունակությամբ, միշտ մնալով ժամանակից մի քայլ առաջ։ Նա եղել է փոփ դիվա, ռոք աստոր, դիսկոյի թագուհի։ Նա պատմության միակ արտիստն է, ում երգերը գլխավորել են Բիլբորդի չարտերը յուրաքանչյուր տասնամյակ, կես տասնամյակ շարունակ։ Երբ աշխարհը որոշեց, որ նա ընդամենը երգչուհի է, նա ներխուժեց Հոլիվուդ։ Քննադատները ծիծաղում էին նրա վրա, բայց նա ստիպեց նրանց լռել, ստանալով Օսկար «Լուսնի իշխանությունը» ֆիլմում դերի համար։ Նա հավաքեց աշխարհի բոլոր գլխավոր մրցանակները՝ Գրեմի, Էմի, Ոսկե գլոբուս։ Շերի հարաբերությունները իր հայության հետ բարդ էին։ Երկար տարիներ նա կարծես հեռավորության էր պահում իր այդ մասնիկը։ Բեկումը տեղի ունեցավ 1993 թվականին։ Պատերազմի եւ շրջափակման թեժ պահին, երբ Հայաստանը սառչում էր խավարի մեջ, սուպերաստեղ Շերը ժամանեց Երևան։ Նա բերեց մարդասիրական օգնություն։ Նա այցելում էր մանկատներ եւ հիվանդանոցներ։ Այս այցը խորապես ցնցեց նրան։ Այս մարդկանց աչքերում նա տեսավ իր փոր աչքերը, իր սեփական աչքերը։ Նա ընդունեց իր ժառանգությունը։ Շերը ապացուցեց, որ կարելի է լինել աշխարհի քաղաքացի, ոչի թելադրող եւ միևնույն ժամանակ մնալ սեփական ժողովրդի դուստր։ Եվ վերջապես, մեր 7-րդ հերոսը, մարդ, ով իր մեջ միավորեց նախորդ բոլորի գծերը։ Նա գյուտարար էր, ինչպես Դամադյանը, գործարար, ինչպես Քրքորյանը եւ հայրենասեր, ինչպես Դոկմեջյանը։ Բայց պատմության մեջ նա մտավ այլ տիտղոսով՝ մեծ բարերար, Ալեք Մանուկյան։ Նրա կյանքի պատմությունը ամերիկյան երազանքի պեմպանությունն է, քվինտեսենցիան է։ Նա փախավ Զմյուրնիայից ջարդերի ժամանակ, 1920 թվականին ժամանելով ԱՄՆ $50 գրպանում եւ 5 լեզվի իմացությամբ։ Նա սկսեց որպես պարզ բանվոր գործարանում, բայց նրա ինժեներական միտքը չէր կարող բավարարվել քչով։ 1929 թվականին նա հիմնեց իր փոքրիկ արհեստանոցը Դեթրոյթում, որը ժամանակի ընթացքում վերածվեց արդյունաբերական հսկայի Masco Corporation-ի։ Նրա ձեռքբերումն այն է, ինչից մենք օգտվում ենք ամեն օր առանց մտածելու։ 1954 թվականին Մանուկյանը կատարելագործեց եւ զանգվածային արտադրության հանեց մեկ լծակով խառնիչը՝ ծորակը։ Ծորակ, որտեղ ջրի ջերմաստիճանն ու ճնշումը կարելի է կարգավորել մեկ ձեռքով։ Այս գյուտը, դելտա ֆոսետը, նրան միլիարդներ բերեց։ Այն պարզ էր, հանճարեղ եւ անհավանական հարմար։ Ալեք Մանուկյանը պարզապես փող չէր վաստակում։ Նա խորը պատասխանատվություն էր զգում այն ժողովրդի հանդեպ, որը կորցրել էր հայրենիքը։ Տասնամյակներ շարունակ նա եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության ՀԲՄ-ի նախագահը, ապա ՑՄԱՀ պատվավոր նախագահը։ Մանուկյանը դարձավ հայկական գանձապահը։ Նա նվիրաբերեց միլիոնավոր դոլարներ։ Նրա գումարներով կառուցվեցին դպրոցներ Լիբանանում եւ Արգենտինայում, եկեղեցիներ Ամերիկայում եւ Եվրոպայում, մշակութային կենտրոններ եւ համալսարաններ, ֆինանսավորում էր լեզվի, պատմության եւ հավատքի պահպանումը։ Նա հասկանում էր, որ Սփյուռքը կարող է գոյատևել միայն այն դեպքում, եթե ունենա մշակութային եւ կրթական ամուր հիմք։ 7 կյանք, 7 լեգենդ։ Նրանցից յուրաքանչյուրի մեջ վառվում էր կրակ, որն անհնար էր մարել ոչ աղքատությամբ, ոչ սկեպտիցիզմով, ոչ անձնական ողբերգություններով։ Նրանք ոչ միայն ապաստան գտան Ամերիկայում, այլև դարձան նրա շինարարները։ Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովուրդը զոհ ժողովուրդ չէ, այլ արարող ժողովուրդ։ Նրանց ներդրումը պարզապես էթնիկ հպարտություն չէ, դա ժամանակակից քաղաքականության հիմքի մի պասն է։ Երբ հաջորդ անգամ միացնեք ջրի ծորակը, դիտեք ֆիլմ Շերի մասնակցությամբ, անցնեք ՄՌՏ կաբինետի կողքից կամ կարդաք Սարոյանի պատմվածքը, հիշեք, այս ամենի հետևում կանգնած է անհավանական վերածննդի պատմություն։ Հայկական Փյունիկի պատմություն, որն ապացուցեց, որ նույնիսկ ամենամութ գիշերից հետո միշտ գալիս է լուսաբաց, եւ այդ լուսաբաթը նրանք կառուցեցին իրենց ձեռքերով։ Մենք շնորհակալություն ենք հայտնում դիտման համար եւ մաղթում հիանալի օր, ում պատմությունն այսօր ձեզ ամենաշատը զարմացրեց։ Իսկ գուցե գիտեք էլի մեկին, ում մասին կարող ենք պատրաստել հաջորդ թողարկումը։